կինը նյութ է, տղամարդը ձև է, կինը ճնշված լինի, ինքը կարա արդյոք ուժեղ տղա դաստիարակի, ճնշված կինը ոնց կարա ուժեղ տղա դաստիարակի, ու իրանց կանանց սենց չճնշեն, էլի որովհետև եթե ճնշեն, ուղղակի անդրադառնա վրա երեխաների վրա, կողմնակի իրանց վրա, իրանց ոչ մի բանի չեն հասնեն, իսկ ճնշված կինը չի կարա ուժեղ տղամարդ ունենա։ Ամուսնու հաջողությունը նույնպես կնոջ ձեռքերում է։ Իհարկե, հոգին ոչ տղա է, ոչ աղջիկ, հոգին ինքը սեր չունի։ Ողջույն, դե կին է, պիտի զղացմունքային լինի, դե կին է նրա դրամաբանության վրա առանձնապես հույս դնել պետք չէ, տղամարդ չէ, որ կարողանա հեռատեսական ծրագրեր մշակել և ավելի հեռու մտածել, կին է ընդամենը կին։ Այսօր խոսել ենք կնոջ ու տղամարդու տրամաբանության առանձնահատկությունների, հոգեբանության տարբերությունների և մտածելակերպի անհամատեղելիության մասին։ Իմ զրուցակիցն է հոգեբան, էզոտերիկ Վարդան Ասատրյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կնոջ ու տղամարդու տարբերությունները, պարոն Ասատրյան, ոչ թե պրիմիտիվ հարթության վրա, այսպես առանցքային, որ մտքերն են, որ կնոջ գլխում մշտապես են պտտվում, տղամարդու համար ծախոր թե չի կարող պատկերացնել, թե ինչ կա կնոջ գլխում։ Սենց փիլիսոփայական ասեմ, դա սկզբանը ամենա բանից է գալիս, խորքերից է գալիս մարդկանց այդ առաջի ուսումներից եւ այլ, որ գոյություն ունեն լատիներեն երկու հասկացություն՝ մատեր եւ պատեր։ Մատերը նյութն է, մատերիա, մատեր, մայր, mother անգլերեն, mother գերմաներեն, պատերն էլ ձեպ, padre, father եւ այլ։ То есть կինը նյութ է, տղամարդը ձև է, ու որ կյանքը ի հայտ գա, պետք է նյութը մտնի ձևի մեջ։ Էզոտերիկայում այդ բարակ շերտում այդ էներգիաները իրանք բոլոր ինչ որ ձև ունեն, բայց իրանք շարժողական են, հստակ ձև չունեն։ То есть կյանքը, որը մարդն է, մարդը կյանք է, իր կոնկրետ ձև ունի, մարմնի ձև ու ինքը ձևի մեջ է։ То есть это առանցքային տարբերությունը, որ կինը ինքը էգզիստենցիալ է, ինքը լինելիության մեջ է, տղամարդը մի քիչ ձևերի մեջ են։ Ու հենց հոգեբանությունում դա կոչվում է ֆիկտիվ հասկացություններ, ըստ կյանքի լինելիության կողմից։ Ըստ կյանքի տղամարդկանց գաղափարները ֆիկտիվ են, որովհետև կյանքի շարունակության հետ այդքան չեն ուզուգործվում, կնոջ համար ամենաառանցքայինը դա կյանքի շարունակությունն է, ամենաբարձր պրիորիտետը կնոջ կյանքի շարունակությունն է, կինը ճկուն է, ավելի ադապտիվ է, կինը ձևերի, այդքան ձևերի մեջ չի ու հենց այդ պատճառով կինը պատրաստ է ազգանուն փոխի, ազգ փոխի, տեղ փոխի, կարևորը կյանք շարունակվի։ Կինը վտանգի ժամանակ տեղը փոխում է։ Տղամարդիկ էլ այդ խոսքը, պատիվը, այդ ամենը հայրենասիրություն եւ այլ, դա շատ լավ հասկացություններ են, որ այդ կնոջ կյանքը ապահով է այդ լինելիությունը, բայց ըստ այդ տղամարդու այդ ամենը ֆիկտիվ են, ըստ տղամարդու կյանքի։ То есть տղամարդիկ պատրաստ են զոհվեն խոսքի համար, պատվի համար, տարածքի համար, կինը այդքան պատրաստ չի։ Էլի այլ հավասար պայմաններ։ Հայաստանում կանանց մեծ մասը այդ տղամարդու պատերն է վերցրած հարաբերակցվելու ու դրա համար իհարկե լավ բան է, բայց ինքը մի քիչ խնդրահարույց է, դրա համար գոյություն ունի բնություն,
այդ սերի բնությունը, տղամարդու բնությունը եւ կնոջ բնությունը։ Ու եթե կինը տղամարդու բնություն է վերցնում, տղամարդու հասկացություն, ինչ որ խնդիրներ է ունենալու եւ առողջական եւ հոգեկան։ Նույնն էլ տղամարդն է։ Իսկ հիմա ամեն ինչ մասին հերթականության։ Ես իմ բացման խոսքում այսպես ուռճացված մտածելակերպ ներկայացրեցի կարծիք շատ շատերի, որ կանայք հայոց զգացմունքային են, ինչ տրամաբանություն, այնտեղ զուտ հույզեր են։ Այդպես է, պարոն Ասատրյան։ Արդյոք իսկապես կինը իր որոշումները կայացնում է հիմնվելով զգացմունքների վրա եւ տրամաբանական այսպես առանցքային որոշումների քիչ է հակված։ Ну, ֆիզիոլոգները ուսումնասիրել են գլխի ընդհանրապես որ աջ կողմը դա տղամարդու է, ձախ կողմը կնոջը, կամ մի կողմը տրամաբանությունն է, մյուս կողմը հույզերն է, ու դա խոսում են դրա մասին, իհարկե մի քիչ դժվար է դա հստակ հասկանալ, բայց իհարկե կանայք ավելի զգացմունքային են, իմ աշխատանքի մեջ ընդհանուր այդ քոուչինգի դասընթացներին կանայք ավելի շատ են գալիս, որովհետև ես ինչպես սկզբից նշեցի, կինը ճկուն է, կինը պատրաստ է փոփոխության։ Կարևորը կյանքը զարգանա, զարգացում լինի ու կինը փոփոխվող է, տղամարդը ոչ։ Ու ես այդ սիմվոլիզմի այդ գորգարվեստի այդ ինչպես գիտակ այդ սիմվոլների այդ ամեն ինչի ընդհանուր գորգերի վրա այդ հին ամեն ինչի վրա կանանց պատկերում են որպես փոքր աղջիկ, տղամարդին էլ հասուն տղամարդ։ Ու այդ ամենը որտեղից է գալիս, որ կնոջը կինը փոփոխական է, կինը կարա լրիվ փոխվի։ То есть ըստ էվոլյուցիայի մի կողմը պետք է փոփոխական լինի, իսկ տղամարդը ձև է, ինքը չի փոխվում։ Ու այդ պատճառով առաջներում որ արշավների ժամանակ տղամարդկանց բոլորին վերացնում էին, տղա երեխեքին էլ, իսկ կանանց տանում են։ Այդ ժողովրդական ասած մատ գողանելը այդ ցեղից, այդ ազգից, որ ասում են մատ ենք տարել, կնոջ միջոցով է լինում, որովհետև կնոջ ամենակարևորը կյանքի շարունակությունն է։ Ինքը հենց այդ մատերիան է, նյութն է։ Ու տղամարդիկ, որ փոփոխման ենթակա չեն, տղամարդին դժվար է ազգը փոխելը, տղամարդիկ պատրաստ չեն, իրանցը այդ հասկացությունների մեջ են, ու կանայք, որ այդ իրանք հույզերը ավելի, ոչ թե հույզերը, այլ ավելի զգացմունքային են, իրանց զգացմունքը, իրանց աշխարհընկալումը ըստ զգացմունքային է ավելի շատ, ու ստեղ հարցը որն է ավելի կարևոր, որովհետև այդ դասընթացներին ես միշտ եթե տղամարդը կարում է նաև այդ կնոջ ստրատեգիան, այդ զգացմունքային Հուզականությունը։ դա հուզականություն չի, դա զգացմունքայինը, հուզականը ինքը իրական էմոցիա է, հույզ է, զգացմունքայինը ինքը հենց այդ բարակ շերտն է, այդ Աստծո հասկացությունը, այդ իրավիճակը զգալը, ինտուիցիան եւ այլ կանանցը ավելի զարգացած է։ Ձեր խոսքից կարող եմ եզրակացնել, որ այո, կինը էմոցիոնալ է եւ հենց դրանում է նրա ուժն ու առավելությունը տղամարդու հանդեպ։ Զգացմունքային, ոչ էմոցիոնալ։ Էմոցիոնալ տղամարդիկ ես կասեի կարող ավելի շատ լինեն էմոցիոնալ։ Կանայք տարբեր իրավիճակների հանգիստ են վերաբերվում, տղամարդիկ կարող է այդ հասկացությունը մի հատ ինչ որ մի հատ անհասկանալի պատճառով հույզերը բարձրանա, իսկ երբ հույզը բարձրանում է, գիտակցությունը Ճնշվում է։ իջնում է, ու մարդիկ դժվար վիճակում միշտ պետք է գիտակցությունը բարձրացնես։ Ինքը սենց իրար հետ փոխկապակցված է, հենց գիտակցությունը բարձրանում է, հույզը իջնում է։ То есть կանայք ոչ թե հուզական են, այլ զգացմունքային են։ Պարոն Ասատրյան, ընդունված է համարել, որ տղամարդիկ ուժեղ սեռն են, կանայք գեղեցիկ։ Որ կանայք գեղեցիկ են, ես դրա հետ համաձայն եմ, բայց արդյոք տղամարդիկ են ուժեղը։
Իհարկե ըստ բնության տղամարդիկ ավելի ուժեղ են, բայց կանանցը վնոսլիվость դիմադրողականությունը ավելի բարձր է, կանայք ավելի վնոսլիվ են, այն դժվարություն, այն միայն երեխա ունենալը, եթե տղամարդ չի կարող այդ ամենին դիմանալ, միայն այդ պահը, որ կանանց մոտ բալիվոյ պարոգը ցավային այդ շեմը ավելի բարձր է, քան տղամարդկանց ու հենց այդ պատճառով բուժքույրերը ավելի շատ են, քան տղամարդիկ այդ ամենը այդքան չեն կարող բուժքույրերի համար ավելի հեշտ է ու դուք եթե բժիշկներին հարցնեք տղամարդիկ նման բաներ տեսնելով բոլորը չի իհարկե, բայց մեծ մասը ուշքից գնում են այդ տեսարաններից այդ ցավի դրա համար էմոցիայի խուզականը հարցահումն է խնդրահարույց բնավորությամբ չէ հարմարվելու ունակությամբ կինը ավելի այսպես ճկուն է, քան թե այդ խամարդը արդյոք սա նշանակում է, որ ստրեսակայուն են նույնպես ավելի շատ կինը, քան թե այդ խամարդը կանայք ավելի ստրեսակայուն են, բայց կանայք այդ ստրեսները շատ իրանց վրա ազդում է այն պատճառով դա քաղաքակրթական մոտեցումն է իրանց որ փոքր ժամանակից պատանի ժամանակից ասում են դու աղջիկ ես, դու պետք է բան անես, ճնշված կնես, ճնշում են աղջիկներին ավելի շատ քան տղերքին, արդեն այդ ստրեսի սերմերը, այդ պրոբլեմների այդ է դրվում, դրա համար երեխեքին դաստիարակելուց փոքր ժամանակ մի քիչ վտանգավոր է, մինչև 6-7 տարեկանը ընդհանրապես չի կարելի ասել դու աղջիկ ես, դու տղա ես, քեզ աղջիկա նման բայ, դու տղու նման բայ, այդտեղ որ դա արդեն այդ բանը մտցնում են, ինքը որ աղջիկա պետք է ճնշված լինի, արդեն այն դրից սկսում է պրոբլեմը ու արդեն կյանքում էլ այդ նույն ձևի շարունակվում է, ծնողները գնում է ուրիշի տուն, դեղ ճնշումը շարունակվում է, ինքն էլ ասում է դե ես որ աղջիկ եմ, ես պետք է ճնշվեմ, բայց հոգին դա չի հասկանում, հոգին ոչ տղա է, ոչ աղջիկ, հոգին ինքը սեր չունի ու հոգին մարմնին հիվանդացնում է, ու դրա համար կանանց հիվանդությունները ավելի շատ են, բայց տղամարդիկ ավելի շատ ծխում են, խմում են բան, բայց չեն հիվանդանում, որովհետև իրանք իրանց հոգուն ավելի քիչ են դավաճանում, քան կանանք, կանանց բոլոր հիվանդությունները այդ ինքնադավաճանությունից է գալիս, որի հիմքերը դրվում է մանկությունում, հրեաների մոտ, եթե ստատիստիկայով նայեք, իրանց մոտ չկա տես բան, իրանք որևէտև կապ չունի տղա աղջիկ հավասար և բանակ են ծառայում, աղջիկը չի ճնշվում, որ ինքը աղջիկ է, իսկ մեր մոտ մի քիչ, մեր մոտ այդպես չի եղել, ընդհանրապես այդ կանաչ ճնշելը ավելի շատ ընդունված է այդ մուսուլմանական երկրներում ու այդ բալանսը խախտելու համար խախտվել է ու դրա համար մեր մոտ խնդիր կա, բայց եթե այդ աղջիկը, այդ կինը ճնշված լինի, ինքը կարա արդյոք ուժեղ տղա դաստիարակի, ճնշված կինը ոնց կարա ուժեղ տղա դաստիարակի, դրա համար ես տղամարդկանց, որ ընտանիքների հետ աշխատում են, ասում դու կնոջդ ճնշում ես, դու երեխեքիդ վարի ես տալիս, չես հասկանում ինչ ես անում ու հրեաների մոտ այն աստղը, որ ասում են Դավիթի աստղը, երկու հատ եռանկյունի է իրար վրա, այս է տղամարդու սիմվոլը, սա էլ կնոջ սիմվոլը, իրենց մոտ բալանս է, իրենք դա լավ հասկանում են, դա հին ժամանակներից բոլորը հասկանում են ու մինչև մեր ազգը այդ մոտեցումը չփոխվի, չհասկանան, որ մեկը խեղճ չի, մեկը ես իմ հզոր ու չեմ ուզում ասեմ ամուսնության ժամանակ ինչ են ասում և այլ, չեմ ուզում մտնեմ տեղ, բայց բալանսն է կարևոր, որովհետև ինչպես նյութը մտնում է ձևի մեջ ու կյանքը առաջանում, այդ բալանսն է, մեր մոտ մի քիչ խախտված է ու դրա համար մեր կանայք մի քիչ ավելի շատ են հիվանդանում ու
ճնշված վիճակից չեն կարող ուժեղ տղերք դաստիարակեն, որովհետև տղու արյունը կամ մամայի արյունն է, գենետիկան տենց է, աղջիկը պապային։ Ու եթե այդ աղջիկանը ճնշես փոքր ժամանակից, ամուսնանած ճնշես, там, не знаю, բոլորը ճնշել, ոնց կարա դա լավ ուժեղ երեխա բերի։ Կինը հող է, սրմը, այդ հողի մեջ հողը լավ վիճակում պետք է լինի, որ ուժեղ ման տա։ Երկուսն էլ կապ ունի, հողը և սրմը։ Բայց եթե հողը փչացրած ինչքան ուզում ես լավ սերմ դիր մեջ, լավ բերք չես ստանալու, սերունդ, ես փոխաբերական ասացի, դրա համար տանգ ու փողը, երջանկությունը, առողջությունը կնոջից է գալիս։ Կնոջը պետք է հին ժամանակներից կանանց պաշտում են, այս Պարսկաստանում, որ գիտեք, թե կանանց հայնձևի բոլորը գիտեն, թե ճնշում են, բայց դուք ոչ մի պարսիկի հետ չեք կարա գործարք անեք, միջև կինը չհամաձայնի, իրանք անպայման ժամանակ են վերցնում, գնան իրենց կանանց հետ տա քննարկեն։ Ու ստավել են որոշ մարդիկ տենց անում, ով մի քիչ կյանքը հասկանում է, ու դրա համար ես տղամարդկանց կորդորեմ իրենց կանանց մեծարեն ու իրենց կանանց սենց չճնշեն էլի, որովհետև եթե ճնշեն ուղղակի անդրադառնա վրա երեխաների վրա, կողմնակի իրենց վրա, իրենց ոչ մի բանի չեն հասնեն, իսկ ճնշված կինը չի կարա ուժեղ տղամարդ ունենա, ու կինն է դասավորում նաև փափուկ ուժը, կնոջ ստարացեգյան փափուկ ուժը, ինքը տղամարդին պետք է ինքը լավ վիճակում լինի, որ իր տղամարդին կարա ուժեղ լինի, որովհետև կինը տա թիկունքն է, տան ապահովությունն է, երջանկությունն է, ամեն ինչն է։ Տղամարդը դուրս է գալիս, ինքը սահմաններն է ապահովում, այդ վաստակում է ամեն ինչ, ու ես խորքերից եմ գալիս, բերում է տուն, ու մեկ էլ ռեպարոդուկտիվ ֆունկցիան, ես էդ էլ է։ Ու դրա համար, եթե այդ բալանսը լավ աշխատում է, լավ մնում է, այդ տունը և կարող են տղամարդը և կարող է լինում երեխեքը հաջողակ են լինում և այլ և այլ և այլ։ Ամուսնու հաջողությունը նույնպես կնոջ ձեռքերում է։ Իհարկե, եթե տղամարդը իր կնոջը չի հարգում, չի սիրում, ճնշում է, ու հարգել սիրել ինքը մի քիչ տարատակիչն է ճնշումն է, բայց ինչու են տղամարդիկ կանանց ճնշում, դա գալիս է իրանց հոգեվիճակից, իրանց ինքնագնահատականի ցածր, իրանք հստակ չեն իրանց մեջ, դրա համար ճնշում են այդ կանանց, որ հանկարծ մի բան չանի, հանկարծ մի հատ բան չլինի, որ ինքը խայտարակ լինի։ Իդեպ ասում են, որ տղամարդիկ հակված են որոշումներ կայացնել իրավիճակից ելնելով, իսկ կանայք հաշվի առնելով հետևանքը։ Դա հետաքրքիր հարց է։ Ես կասեի և տղամարդիկ և կանայք այդ նույն ձևի են երկուսն էլ անում։ Դա մի քիչ սենց ինչ-որ հետը մի քիչ դժվար է հստակ ասել, իհարկե իրավիճակայինը, մենք ինչ անում ենք, ըստ իրավիճակի ենք անում, դու չես կարա հաշվարկես ամեն ինչ ինչպես կլինի, որովհետև իրավիճակն է դասավորում դու ինչ պետք է այդ պահին անես։ Ու եթե դու որոշում ես կայացնում ու որոշման տակ մնում, իրավիճակը փոխվում է, բայց դու այդ որոշումը կայացրել ես ուրիշ իրավիճակում, ու այս որոշումը այն իրավիճակում չի աշխատում, բայց դու ասես ես սկզբունքային եմ, ես որոշում եմ կայացնել, ու կործանում ես։ Դրա համար որոշում կայացնելուց մի քիչ զգույշ պետք է լինել, ընդհանրապես որոշում կայացնելը մի քիչ լավ բան չի։ Ինչպես թե։ Որոշում կայացնելը ըստ իրավիճակի պետք է լինի, դու պետք է հասկանաս, որ այդ որոշումը կայացնում ես, ըստ այս իրավիճակի ես կայացնում,
բայց իրավիճակը փոփոխական է։ Դու պետք է պատրաստ լինես որոշումներ փոխես նաև։ Որոշումները փոխելուն եւ իրավիճակով կողմնորոշվելուն կանայք ավելի շատ հակված են։ Իհարկե կանայք ավելի հեշտ են որոշումները փոխում, որովհետև կանանց ամենակարևորը լինելիությունն է, թե կյանքին պրոբլեմ կա, իրենք փոխել են։ Եվ սա ճկունության նշան է։ Այո, իհարկե տղամարդիկ դրա համար մնում են ավելի շատ որոշումների տակ։ Վերադարձանք մեր զրույցի կարծես թե սկզբին, որտեղ դուք ասացիք, որ կինը բովանդակությունն է ավելի շատ, իսկ տղամարդը ձևը։ Մեր հասարակությունում համենայն դեպս այս հասկացությունները ճիշտ այդպես են, պարզապես հակառակը։ Դե որովհետև փոքր ժամանակվանից ճիշտ չեն դաստիարակում երեխեքին, աղջիկներին ճնշում են։ Այդ աղջիկը, որ արդեն հասկանում է ինքը աղջիկը արդեն ինքը ճնշված է։ Բոլորը չի, բայց մեծամասնությամբ տենց է, որովհետև եթե այդ աղջիկը ինչ-որ մի բան անի, որը հարևանները կամ եսի ասեն խայտարակվել եք, մարդիկ մտածում են ոչ թե իրանց երեխեքի մասին, այլ մտածում են ինչպես կասեն ու ամուսնացնում են իրանց աղջիկանը, տեսնում դեռ ճնշում են իրանց աղջիկանը, այդ աղջիկը ասում է լավ չէ էլի, սպանում են ինձ դեռ, ասում են մի արի տուն խայտարակ կլնեք ու այդ աղջիկը դեռ հիվանդանում է ուման, որովհետև ամեն օր պոլիտրավմայի մեջ է էլի, ամեն օր ճնշում ու այս մարդիկ գերադասում են ավելի այն, որ իրանց մասին կասեն, որ իրանց աղջիկը ամուսնացել դուրս է եկել, ավելի բարձր է, քան այդ աղջիկանը կյանքը ու դա կաշմար։ Մենք կարող ենք ասել, որ այն հասարակարգերը, որտեղ զանազանում չեն դրվում տղամարդու ու կնոջ միջև գենդերային զանազանում չկա, հավասար են իսկապես ոչ միայն իրավունքները, այլ նաև անկալումները, այս հասարակությունը ծաղկում կապրելու ավելի մեծ հավանականություն ունի։ Նա հրեաները ձեզ օրինակ 11 ոնց են ծաղկում։ Հրեաներին հենց լրի բալանսակին տղամարդ այդ ձևի զարգանում են։ Մենք միջև չհասկանանք, դա չի զարգանալու այդ ձևի։ Մեր խնդիրների, ազգային խնդիրներից մեկը հենց դա է, որ մենք գենդերային զանազանում ենք դնում։ Այո։ Ինչպես եք տեսնում այս իրավիճակի լուծումը եւ եթե այս պահից շատերի գիտակցությունը բարձրանա եւ որոշեն, որ այլևս խտրականություն չեն դնելու նաեւ դատողությունների մեջ 10 տարի հետո մեր հասարակարգը ուր կհասնի։ Շատ լուրջ նվաճումների կհասնի, որովհետև մենք շատ ուժեղ ու խելոք ազգ ենք ու ուժեղ կարողություն ունենք, մեզ հզոր ներուժում ենք, բայց այդ բալանսը, որ խախտված է մեր մոտ, դրա համար զարգացում չկա, չի զարգանում։ Օրինակն էլ կա, պարզ օրինակ այդ ազգին, նայեք ինչպես են իրանք զարգացել, որ ստեղ հարց է ինչ, որ ազգը աղջիկա միջոցողական բան, դա մի քիչ սենց այդքան էական չի, ստեղ մոտեցումն է, որ կապ չունի աղջիկ տղա, հիմա դպրոցներում, դասարաններում տղերքը ավելի շատ են, սելեկտիվ աբորտներ են անում, աղջիկերքին ցավ են հանում, հիմա դասարաններում տղերքը ավելի շատ են, քան աղջիկները, բայց այդ տղերքը, տղամարդիկ, ովքեր իրանց կնոջ ստիպում են, որ այդ աղջիկանը հանի, չի հասկանում, որ իր արյունը այդ աղջիկա մեջ է, ու հենց իր նման ուղակի իր նման լինելու է իր աղջիկա տղա երեխան, թոռը, իսկ կնոջ իր նման լինելու է իր տղա աղջիկ երեխան, գենետիկական և դեմքով, և վարքով, և մնացածով, իհարկե նույնը չլինելու, բայց էդ է, հիմա մենք ինչ-որ անհասկանալի մեզ ներբեռնել են այդ անհասկանալի այդ հասկացությունները ու մենք դրա տակ գնում ենք ու եթե մեր ճանապարհը, մեր գաղափարը ճիշտ լիներ, մենք այսքան չէինք փոքրանա տարածքային, մենք միշտ փոքրանում ենք, ինչ է նշանակում, որ ինչ-որ մի բան այն չենք անում, իսկ առանցքայինը այդ բալանսն է խախտված մեր մոտ կնոջ և տղամարդու։ Պարոն Աստվածյան, տեսեք, Հայաստանում, խոսենք Հայաստանի մասին,
ինչպես եւ դուք ձեր խոսքում ասացիք, աղջկան անընդհատ սաստում են ասելով քեզ աղջկան հարիր կերպ պահի, դա հայեցի չէ, դա հայ կնոջը բնորոշ չէ, դա հայ մարդուն բնորոշ չէ, սրանք կարծրացած կարծրատիպեր են, ինչ է նշանակում քեզ հայ աղջկան հարիր ձևով պահի, ընդ որում դա օգտագործում են բացասական երանգներով որպես կանոն սահմանափակում դնելու համար։ Ու այդ աղջիկները, որ իրանց այդ ասելով հարիր չեն պահում, դա հակադրություն է այն փոքր ժամանակվա ճնշման, ինչպես երեխուն, որ ճնշում ես ինք ուզում մի հատ վատ բան անի, այդ աղջիկերքն են, այնտեղ արդեն որոշումներ կա, որ ես աղջիկ եմ ու հակադրություն է, նայած ինչ անձ կա, որ հնազանդվում է ու այտենց խեղճ գնում, հիմա ինչ կլինի Աստված գիտի, անձեր կա ինքը հակադրվում է, խի ես որ կին եմ իրավունք չունեմ, այս ինչը կամ են ինչը, բայց եթե ի սկզբանե ճիշտ վերաբերվես, իրա մոտ էլ բանը չի առաջանալու։ Հին հայկական ազգանուններ կան, ինչպես Մայրապետյան, այնպես էլ Հայրապետյան։ Մենք կարող ենք եզրակացություն անել, որ մեր նախկինները, ինչպես որ այսօր մեր ասում են, մեր նախկինները եղել են հայրապաշտություն է եղել, կինը միշտ ենթակայի դերում է եղել։ Մենք կարող ենք ասել, որ ոչ, ընդամենը մի քանի դար առաջ մեր հայրի արյան մեջ է փոխհարաբերություններում կին տղամարդ հարաբերությունները շատ ավելի հավասար են եղել, քան թե այսօր։ Մենք որպես հին ազգ միշտ տենց է եղել, ստեղ պարզապես քանի որ աշխարհում ժողովուրդներ կան, որտեղ տղամարդիկ են շատ այդ դեմքը հանդիսանում, մեր մոտ այդ կնոջ դերը մի քիչ սենց ստվերում էր, բայց ընդհանրապես դրսի վրա դա այդքան էական չի, ստեղ էական է, որ խորքում մենք այդպես լինենք, դրսում եթե կինը իրան հարգում են, իրան փոքր ժամանակից ճիշտ է վերաբերվել եւ այլ, ինքը սկի չի ուզում, ինքը միշտ իր տղամարդուն առաջ տանում։ Ու մեկը ինչպես մենք ինչքան էլ խոսանք այդ ամենի մասին, ամեն ինչ գալիս է այդ ոչ ճիշտ վերաբերմունքի, որովհետեւ մարմինն է կնոջ, հոգին սեր չունի, եթե ինքը կնոջ մարմին ունի, այդ հոգուն ճնշում է, այդ հոգին էլ չի ուզում ճնշվի, դա շատ պարզ բան է, հոգուն եթե ճնշում ես, պրիտոմ եթե ինքը համաձայնվում է, իրան կոգնիտիվ ասում են դու աղջիկ ես, դու պետք է ճնշված լինես, ինքն է դավաճանություն աղա, ինքը իրան է ճնշում, հոգին մարմնին հիվանդացնում է, դա շատ պարզ բան է ու շատ անհասկանալի բաներ է տալիս, վարք է տալիս, անգիտակցական, որովհետև այդ հոգին այս մարմնի մեջ ինքը ուզում է զարգանա, ինքը չի ուզում ճնշվի, դա առանցքայինը ըստ էզոտերիկայի կողմից, եթե մենք նայենք, հոգին սեր չունի, մարմինն է, ու ես աշխատելուց մի հատ սենց ինքը եւ աշխատանք է, ոնց որ թերապևտիկ կարճ բան է եւ տեստ է ինձ համար, ես մարդուն ստացնում եմ, ասում եմ, դու ով ես, եթե առաջինը ասում է կին, ես արդեն հասկանում եմ, որ իրան պետք է այդ թեմայով աշխատել, բայց եթե ասում է մարդ, անձ, ես ուժը ուրիշ մոտեցում է, եւ այլ, то есть մարդ ինքը իրան ոնց է անկալում, ու դա խորքն է, բայց առանցքայինը է դա, որ Աստված բոլորին, որ ստեղծել են, ինքը կին տղամարդ, դա բալանս է, մեկը երկուսն էլ դու չես կարող կնոջ ու տղամարդի համեմատես, դու կարաս տղամարդին տղամարդու հետ համեմատես, կնոջը կնոջ, ինչպես սպորտում, այո, դա անհամեմատելի կատեգորիաներ են, դա մեկը մեկին զամոք է, այսպես ասած, puzzle է, то есть ինքը այդ puzzle-ը ճիշտ պետք է, ու որ համեմատում են ով է կարևոր տղամարդը եւ կինը, դա արդեն դեստրուկտիվ մոտեցում է, որը բերում է պրոբլեմների, եւ ազգային, եւ ընտանեկան, եւ կարողության, եւ ամեն ինչ։
Դուք ասացիք, որ ձեր կազմակերպած քոչ դասընթացները իդեպ հիշեցնենք, որ դեկտեմբերին 22-ին եւ 23-ին տեղի է ունենալու պարոն Ասատրյանի քոչ մեծածավալ այս անգամ հանդիպումը նաեւ ձեզ հետ։ Եթե դուք ունեք նման ցանկություն, արդեն մեկնաբանությունների բաժնում կարող եք գրել ձեր ցանկության մասին, պարոն Ասատրյանը արդեն մնացած մանրամասները կփոխանցի։ Պարոն Ասատրյան, դուք ձեր խոսքում ասացիք, որ հենց այս քոչ ծրագրերին ավելի շատ, ավելի հաճախ գալիս են կանայք, Այո, բայց տղամարդիկ էլ են գալիս։ իհարկե գալիս են։ Այս հանդիպման արդյունավետությունը տղամարդկանց վրա է ավելի տեսանել այդ աճը, թե կանանց։ Բոլորի վրա է տեսանելի, տղամարդկանցը այդ մի քիչ այդ ձևերից դուրս են գալիս, իրանք թույլ են տալիս այդ ամենը լինի, որովհետև այդ ամենը մեր սահմաններն է, մարդկանց ճնշում է սահմանները, սկզբունքները, արժեքները, բայց այդ արժեքները, սկզբունքները և սահմանները ներբեռնած է ըստ քաղաքակրթության մոտեցման, դու որտեղ ես ծնվել։ Նույն հոգին է ծնվում, Շվեցիա ուրիշ ձևի սահմաններ է, կատարկ ուրիշ սահմաններ է։ Հիմա այդ ամենակարևորը, որ սկզբունքները, արժեքները ու սահմանները ոչ թե դու լինես, այլ քոնը լինեն։ Պետք է իրական դու հասկանաս դու ով ես, իսկ այն ամենը քոնը լինի ու ըստ նպատակահարմարության կիրառես, այլ ոչ թե դու սենց ես սկզբունքային ես։ Սկզբունքային ես քեզ միշտ մանիպուլացնելու են քո սկզբունքայնության վրա։ Սկզբունքայնությունը որոշ տեղերում կարծրացած խնդրի է նմանվում։ Դա հեշտ ձև ապրելու, որ ես սենց եմ, որ չմտածի, չզարինան, այդ էլ է խնդիրներ, որը գալիս է։ Ու դա այդ ամենը այնքան տակը բան կա, բայց մեկ է, մենք պետք է խոսանք այդ առանցքային պահից, որ մարդ թույլ տա այդ ամենը լինի, բայց Այս մասին նույնպես դեկտեմբերի 22-ին եւ 23-ին խոսենք մեր հանդիպանը, շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ, որ դեկտեմբերի 22-ին կամ 23-ին կարող ենք ձեզ հետ հանդիպել։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ, որ դուք կարող եք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին սեղմելով զանգակը, որպեսզի հետագա ներբեռնումները բաց չթողնեք, ինչպես նաև կարող եք մեզ գտնել Instagram-ում, Facebook-ում եւ TikTok-ում։ Հանդիպելու ենք դեկտեմբերի 22-ին ու 23-ին։ Եկեք մեզ հետ հանդիպման, ճանաչեք ինքներդ ձեզ եւ բարձրացեք առնվազն 1 աստիճան ավելի բարձր։ Հանդիպելու ենք թե դահլիճում եւ թե հաջորդ ուրբաթ առայժմ։